Որքան հասարակությունը փոքր է, որքան վտանգները շատ են, այնքան լրագրությունն է վտանգված, այսպես ասած, դա ես տեսել եմ եւ զգացել եմ Արցախում ապրելու ժամանակ, որովհետեւ կային տաբու թեմաներ։ Այդ ժամանակները, երբ որ ես սկսեցի ու երբ որ 16 թիվ ապրիլ, հետո 20, 23, այսինքն ճակատագիրը ինքը ինձ տարավ դեպի լրագրության կոնֆլիկտի լուսաբանման ուղղությունները։ Լրագրող դառնալը պլան B էր, իրականում ես միշտ ավելի շատ կենտրոնացած եմ, որ կանայք ու երեխաները խոցելի վիճակում են, ես ինքս էլ որպես երեխա զգացել եմ, որ ես խոցելի վիճակում եմ ու հետագայում ես զգացել եմ, որ աղջիկներն էլ միշտ ինչ-որ խտրականությունների են ենթարկվում ընտանիքում, հասարակության մեջ եւ այլն, ու ուզում էի իրավապաշտպան դառնալ եւ կանանց կամ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվել, ու այնպես ստացվեց, որ շատ ինձ համար անսպասելի պատմության քննությունը չկարողացա հանձնել, ու այդպես պլան B-ում, քանի որ լրագրությունը կար, մտածեցի, որ եթե չեմ կարող իրավապաշտպան գործունեությամբ նպաստել դրան, ապա լրագրությամբ կնպաստեմ։ Սկսեցի աշխատել, այդ ժամանակ առցանց թերթ կար, Ղարաբաղ Open Info, այդտեղ եւ առաջին, այսպես ասած, ուսուցիչս երջանկահիշատակ Անահիտ Դանիելյանն էր, որից շատ բան սովորեցի, հետո նաև իմ ուսումնասիրությունները լրագրության հայաստանյան, այսպես ասած, դաշտում, էլի ինչ որտեղ իր միջոցով էր, երբ որ ինքը տեղափոխվեց այստեղ, սկսեցի նաև ուսումնասիրել իր գործունեությունը այստեղ այդ մասնագիտական շրջանակները, որտեղ ինքը կար, իր միջոցով, այսպես ասած, հեռակա-ծանոթանում էի լավ լրագրողներին, լավ լրագրությանը ու այդտեղից էի սովորում։ Սկսեցի աշխատել ռադիոյում, շատ ոգևորող մի բան էր ինձ համար, որովհետև այդ ռադիոյի հիմքը նաև դրել էր իմ պապան, ես ահավոր մեծ հպարտություն էի զգում, հատկապես որ կային մարդիկ, որ պապայի ժամանակվանից մինչև հիմա դեռևս լրագրության մեջ էին ու այդ մարդկանց այնտեղ տեսնել, կարծես թե այն կյանքը, որ իմ պապայի ես բաց եմ թողել տեսնել, այդ մարդկանց միջոցով տեսնում եմ, ինչ որ մեկը պատահում է, բար գիտես պապայիդ հետ մենք սենց մի բան ենք արել, էս ենք լուսաբանել եւ այլն, շատ այսպես պարտավորեցնող, հպարտացնող ինչ որ վիճակ էր ու հաղորդում էի պատրաստում, մայրիկների անկյուններ կոչվում, ու քանի որ Արցախում շատ մասնագետների պակաս կար, ես դա լրացնում էի այստեղի մասնագետների հետ, այնտեղի մայրիկների խնդիրներն էի բարձրաձայնում եւ այլն, ու շատ այսպես կոմֆորտ վիճակ էր, հետո նաեւ առաջարկեցին, որպեսզի առավոտյան եթերները վարեմ, էլի մեծ պատասխանատվություն, որտեղ առաջին փորձս էր, որ ուղիղ եթերում պետք է աշխատեի, շատ էմոցիաները զբուրն էին, տրանսպորտ չկար, սնունդը շատ սահմանափակ էր, բայց ես իրոք մեծ պատասխանատվությամբ առավոտը 7-ին զարթնում էի, որտեղ ինձ թվում էր ես շատ կարևոր մի բան եմ անում։ Եկել եմ ձեր մոտ, Հաշվի առնելով, որ ոտքով ես երեխային տանում շրջափակման այս պայմաններում, արդյոք մեր պատճառով շատ ես վաղ արթնացել, որպեսզի հասցնես եւ երեխային պարտեզ տանել եւ տաղավար հասնել։ Այդ ընթացքը իմ կյանքի ընդհատվեց հենց պատերազմով, էթնիկ զտումով ու բռնի տեղահանությամբ։ Կային տաբու թեմաներ, եթե չասեմ մեծ մասը հենց տաբուացված էին ու շատ բաներ նույնիսկ Արցախի մասին, մեր մասին, մենք ավելի շատ իմանում էինք հայաստանյան լրատվամիջոցներից, որտեղ ավելի բաց էին խոսում խնդիրներից։ Հիշում եմ, որ կար պահ, որ ոչ միայն ես, իմ գոլեգաները նույնպես այդ վախը զգում են, կարող մենք էլ ինչ որտեղ ինչ որ բան ենք ասել, որը պարզվում է, որ ցանկալի չի, որ ասեին, քիչ էին այն լրագրողները, որ փորձում էին բարձրաձայնել խնդիրներ ու հատկապես այդ ճնշումը զգացվեց բլոկադայի ժամանակ, երբ որ սկսեցին ինչ-որ դավաճանների փնտրտուքներ եւ այսպես ասած գտնում էին դավաճաններ, բայց 23-ի այդ դեպքերը հենց որ սկսեցին, ինձ թվում է բոլորի համար արդեն մեկ էր, թե ով ինչ կմտածի, որովհետեւ արդեն ամեն ինչ կորած էր ու այլ կորցնելու տեղ չկար ու մարդիկ շատ ավելի անկեղծ էին իրենց մտքերի հետ, իրենց պատկերացումների հետ։ Վախի մթնոլորտը, որում որպես լրագրող ապրում ես, տեղափոխվելուց հետո կա եւ հանգստություն, որ ինչ լավ է, որ կարելի է
մտածածը ասել եւ կա ինչ-որ ափսոսանք, որ ժամանակին, երբ դա ավելի կարեւոր էր, այդ հնարավորությունը չկար։ Ինտեգրումը տեղի չէր ունենա, եթե մենք մենակ մնացած լինեինք, բայց լրագրողները Արցախից իսկապես մենակ չեն մնացել։ Ես իրոք շատ երջանիկ մարդ եմ, որ մասնագիտական աջակցության հնարավորություն եմ ունեցել եւ ես եւ կրթվել եմ եւ շփվել եմ հայաստանյան իմ գոլեգաների հետ եւ սովորել եմ իրենցից եւ իրենք են գուցե ինչ որտեղ ինձնից սովորել ու այդպես փորձել եմ ռեալիզացվել։ Ծզնեհետ Տաթևն ու Մարիամն են մասնագիտությամբ լրագրող ու 19 տարվա հնգերունք։ Երևան ճարմունք մերունց ու խոսում մզանա։ Փոդքասթ ստիկած դուելսկաց։ Փոդքասթի գաղափար կար նաև Արցախում։ Ուղղակի մտածում ենք, որ մի քիչ էս ամեն ինչը անցնի ու սկսենք անել փոդքասթ լրագրողների հետ լրագրության մասին, թե մարդիկ ինչպես են հաղթահարել բլոկադան, ինչպես էին լուսաբանում, երբ որ վառելիք չկար, ինչպես էին գնում մարզեր եւ այլն։ Մարդիկ շատ արդեն այդ վերջի շրջանում շատ հոգեպես ծանր վիճակում էին ու մտածում ենք, որ դրա ժամանակը չի, ասեցինք մի քիչ էս ամեն ինչ անցի, որտեղ մինչև վերջ հույս կար, որ հնարավոր չի, որ մարդիկ սովից կոտորվեն ու ոչ մեկը ոչ մի բան չանի, կար այդ մտայնությունը, որ միևնույն է, այ որ արդեն հացել չկա, արդեն վերջ պետքա հարցը լուծվի, բայց այլ ձևով լուծվեց մեզ համար լրիվ անսպասելի ու արդեն մեծանախաձեռնությունների հետ ճամբարի ընթացքում ես ու Մարիամը խոսեցինք, որ պետքա որ մեր ձայնը լսվի, բայց պետքա որ այդ չկորչի այդ անկեղծությունը, որով որ դու խոսում ես հենց քո բարբառով, երբ որ դու ջղայնանում ես, դու երբեք գրական չես ջղայնանում, դու ռուսերեն չես ջղայնանում, անգլերեն, դու ջղայնանում ես այն լեզվով, որով խոսել ես քո մանկության ժամանակվանից մինչև հիմա, ու նաև այդ վախը, որ մի անգամից եկա, որ կորցնում ենք ոչ միայն ֆիզիկական տարածք, ոչ միայն հուշեր, այլ սկսում ենք կորցնել նաև ինքնություն, պատմություն ու այդպես մտածեցինք, որ կարելի է համատեղել եւ բարբառը փորձել կենթանի ձևով թվայնացնել եւ խոսել այն ամենից, ինչը մեզ համար շատ կարեւոր է։ Այդպես մտածեցինք, թե ինչ անուն ընտրել մեր ոդքասթի համար, տարբերակներ առաջարկեցինք նաև սոցիալական մեր էջերում ու այդպես ընտրվեց ոդքասթը, քաթ բառից զրույց, որը ավելի շատ հենց մարտունու հադրութի բարբառում էր։ Հա, Մարիամ, քաթանինք։ Առաջին էպիզոդները իհարկե շատ ծանր էին, մեզ կողքից շատ էին ասում։ Դու հա բլոկադավնը սկսալ կիրել, բայց պայքարը շատ ավելի վաղալ է սկսած, ես հիշում կռվի օրերին մեր ցույցերը կանանցավ։ Այդ պահին մենք էդ էինք զգում, դա այն անկեղծ ապրումներն է, որ ունեինք ու հետո ես տարիների հեռվից նայում եմ դրան ու շատ ուրախ եմ, որ ես կամ Մարիամը հետ չենք կանգնել այդ որոշումից։ Ամենակարևորը, որ ես գնահատում եմ այդ ամենի մեջ, դա այդ ինքնության տարի պահպանությունն է, որովհետև անընդհատ այդ վախը սուր կա, որ գնալով ամեն ինչ մոռացվում է, գնալով ամեն ինչ անկարևոր է դառնում ու ես մի տեսակ անհաշտ եմ այդ ամենի հետ։